Պուտինն ու Սի Ցզինպինն էին հանդիպել, կարողացել էին այդ որ բանով պրոշներով կարդում են ինչի մասին են խոսում, կարդային, որ Պուտինը պատմում է Սի Ցզինպինին նրա մասին, որ համարյա թե մոտիկ ենք տեխնոլոգիային, հեսա մահվան խնդիրը լուծվելու է։ Կան ինչ-որ նյութեր, որ շատ փոքր մասով երկարացնում են կյանքը, գոնե մկների։ 10 րոպեով։ Անց ասма բանը կնիկ են սիգարետը բեր տարբերություն 20 րոպե։ Ժպիտնել 5 րոպեով է երկարացնում, ցավ, անվճար է։ Հա, տենց մեծ էֆեկտներ էս պահին չկան։ Օրինակ ես որ ուզում եմ երեխա ունենամ, ինձ ոչ մեկ չի ասում դու ինչ երեխա ես ուզում ունենաս։ Ասում են դե եթե դուք հիվանդություն բուժեք, վաղը մյուս օր քո ասած կորոշեք լավ է երգում թե վատ է երգում։ Հա, լավ է երգում թե վատ է երգում, աչքը կարմիր լինի թե կապույտ։ Հա, ինչն է վատ դրա մեջ։ 3 աչք ունենա թե 2, իսկ մենք վստահ ենք, որ այն մուտացիաները, որոնք եվրոպական պոպուլյացիայում, իսկ հիմա բժշկության մեծ մասը եվրոպական պոպուլյացիայի վրա է արված, այդ մուտացիաները, որոնք տարածված են այնտեղ ու առաջացնում են քաղցկեղի ժառանգական տարբերակը, նույն քանակով տարածված են մեզ մոտ։ Ու չկա արդյոք մեզ մոտ ուրիշ մուտացիա, որ ավելի տարածված է մեզ մոտ, բայց ընդգրկված չի այդ տեստերում։ Հետաքրքիր բան ասեցիք, փաստորեն ստացվում է, որ մենք կարող է իրանց տվյալների վրա հիմնված սխալ որոշում կայացնենք ու այդ օպերացիան ոնց էր դրանում է։ Հա, ասենք կրծքագեղձի հեռացում չանենք։ Մոր արյունից կարողանում են հասկանալ պտուղը Դաունի հիվանդություն ունի թե չէ։ Ինչի, որովհետև հասկացել են, որ մոր արյան մեջ կարող են պտղից դուրս եկած DNT-ի կտորներ շրջանառվել մոր արյան մեջ, ու մենք կարող ենք դա ուսումնասիրել ու տեսնել պտղում իրոք 21-րդ քրոմոսոմի ավելցուկ կա թե չէ։ Հա? Ու այդ տեստը, չգիտեմ, մի քանի տարի արդեն մարդիկ օգտագործում են դրսում։ Ու մեր մոտ չկա։ Մեր մոտ նոր Այսինքն մենք միշտ մի քանի տարի հետ ենք մնալու աշխարհից, եթե մենք արագ չլինենք։ Մեր ոդքասթի հետևորդներին ուզում եմ հրավիրել շատ օգտակար միջոցառման։ iKESBAN-ը կազմակերպում է անվճար վեբինար, որտեղ պարզ ու հասկանալի ձևով ցույց են տալիս ինչպես աշխատել AI-ի հետ, ինչից սկսել ու ինչպես կազմել ճիշտ հարցումներ, որ ստանալ առավել արդյունավետ պատասխաններ։ Բաժանորդագրվեք ալիքին եւ կոմենտների բաժնում գրեք iKESBAN, որ ստանաք վեբինարի հղումը։ Ողջունում եմ բոլորին iKES podcast-ի ստուդիայում, մեր այսօրվա հյուրը Լիլիթ Ներսիսյանն է, հիմնադիր տնօրեն Armenian Bioinformatics Institute, հետազոտող Institute Molecular Biology NAS եւ co-founder 3N Bio։ Հիմա դուք միջև չենք հասել նրան, որ պատմեք թե ինչ է այս ամեն բոլոր բարդ անվանումները, կուզենայի հասանելի լեզվով բացատրեք ընդհանուր առմամբ, դուք ինչով եք զբաղվում։ Okay. Ողջույն նախ։ Ես կենսաբան ծրագրավորող եմ, ինձ ամենահեշտն է մարդկանց բացատրել ես ինչով եմ զբաղվում։ Ոնց որ կենսաբանությունը ծրագրավորող հələ որ չի տեղավորվում, ոնց է իրար այդ աշխատում։ Վերլուծում եմ կենսաբանական տվյալները։ Okay. Կենսաբանության ոլորտում մասնավորապես ես գենետիկայի, գենոմիկայի ոլորտում եմ աշխատում, լաբորատորիայում բազմաթիվ տվյալներ են գեներացվում, որոնք պետք է վերլուծել, որ այդ տվյալներից գիտելիք ստանանք։ Այդ վերլուծությունը համակարգչի մեջ ենք անում, մաթեմատիկա, վիճակագրություն, ծրագրավորում, այդ բոլոր հմտությունները կիրառելով ու նաև կենսաբանության գիտելիք կիրառելով փորձում ենք հասկանանք այդ տվյալը ինչ է նշանակում։ Իսկ ինչի համար եք փորձում դա անել։ Որ բացահայտենք կենսաբանությունը, կարճ, օրինակ հասկանանք ինչ-որ հիվանդությունների մեխանիզմներ, գտնենք բիոմարկերներ, որով կարելի է դիագնոստիկա անել, հասկանանք ոնց ավելի էֆեկտիվ բույսեր աճացնել, հասկանանք ոնց անենք, որ մեղուները չվերանան, ասում են որ տես խնդիր։ հա։
Ու լուրջ խնդիր է, եթե մեղուները վերանան, ոնց որ թե աշխարհի վերջն է, գալիս դրանից։ Հա։ Կարճ ասած եթե։ Շատ լավ, հիմա փորձենք մի քիչ ավելի մանրամասն խոսենք, թե ես ճիշտ եմ հասկանում, որ գենետիկայից է սա հիվանդությունները, ոնց որ ասում են գենետիկան լավ, գեները դե լավը չեն, դրա համար մարդը հիվանդացավ, ճիշտ է։ Բոլորը չէ, կան հիվանդություններ, որ բայց մեծ մասով։ Չի ասի մեծ մասը։ Շո դա արդեն Օրինակ միֆ է սրտանոթային հիվանդությունները եւ քաղցկեղները մահացության բավականին մեծ տոկոս են, չէ։ Բայց իրենք գեների հետ կապ չունեն։ Իրենք կապ ունեն եւ գեների հետ եւ մեր կենսակերպի կամ շրջակա միջավայրի հետ մեծ փոխանցում։ Կարող է ավելի շատ հավանականություն լինի, որ քաղցկեղը։ Դրանք բարդ հիվանդություններ են կոչվում ու բարդ են հենց դրա համար, որ չկա կոնկրետ մի գեն, մեջը մի մուտացիա, որ ասես եթե ունես կհիվանդանաս։ Այո։ Նախ գեներն են շատ, մուտացիաներն են շատ ու իրենց տարբեր կոմբինացիաները կարող են ռիսկ պայմանավորել, բայց անգամ եթե դու ունես ռիսկ, այդ ռիսկը նախ կարա լինի բարձր կամ ցածր, երկրորդը արդյոք դու կհիվանդանաս ունենալով այդ ռիսկը, արդեն կախված է նրանից, թե ինչ ես ուտում, ինչ ես լսում, ինչքան ստրես ես ապրում եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ բարդ փոխհարաբերություններ են եւ քո գենետիկայի եւ աշխարհի։ Okay, իսկ որ հիվանդություններն են ավելի շատ գեներից կախված։ Որը որ դուք օրինակ կկարողանայիք բուժեիք ու մենք չենք հիվանդանալ տենց հիվանդություններ։ Ապագայում ես մեր սերունդը արդեն всё, չէ՞, մենք չենք կարող մեր ներսի գենը փոխենք, ես ճիշտ եմ հասկանում։ Դա արդեն մենք ապագայի մասին ենք խոսում։ Նու կան որ հասկանալի լինի դե բարձր։ Ես լիքը հիմար հարց եմ այսօր տալու, որտեղ ինձ այս թեման հերթով գանք, որ մոնոգեն, այսինքն մի գենով պայմանավորված հիվանդություններ կան։ Երևի օրինակ ամենահետաքրքիրը մեր համար Երևանյան հիվանդությունն է։ Okay։ Որ ասում կանաչում եմ մարդկանց ով ունեն այդ հիվանդությունը։ Հա, միջերկրածովյան ընտանեկան տենդա կոչվում, ինչի, որովհետև հիմնականում միջերկրական ծովի ավազանի շուրջ ծագում ունեցող ազգերին է բնորոշ։ Okay։ Այդ Արևելյան Ասիայել է գնում Ճապոնիա եւ այլն։ Մեկ էլ ասում են, որ հին ազգերին է բնորոշ, դա միֆ է։ Դե հինը այդ միջերկրական ծովի շուրջի բանն է։ Բռնել է պրոստի լավ։ Ու պերիոդիկա է մեկ էլ իրան, չէ՞։ Հա, օրինակ աֆրիկացիներին բնորոշ չի էլ, այսինքն այդ ինչքան հին ենք գնում։ Հա, կամ պարբերական հիվանդություն են ասում, ինչի որովհետև բնորոշվում է պարբերական տենդերը, տենդային նոպաներով։ Okay, ու իրանք այլ գենի բանով ինժեներիայով փոխել, հա, այսինքն բուժել։ Ինքը պայմանավորված է մի գենով, որում տարբեր տեղերում մուտացիաներ կարող են լինել ու բերել այդ հիվանդությանը ու ընդհանուր առմամբ տեսականորեն։ Եթե մենք կարողանանք այդ գենը փոխարինել առողջով, հենց այն սաղմնային զարգացման ընթացքում, տեսականորեն հա, հնարավոր է, որ վաղ հայտնաբերման դեպքում նաև նենց լինի, որ այդ հիվանդությունը ընդհանրապես չզարգանա մարդու մոտ։ Իսկ ես մի քիչ ուզում եմ պրոստը մենք խորանանք էլի հասկանանք այդ ոլորտը ոնց է աշխատում։ Հիմա աշխարհում ինչ որ մեկի գենը փոխել է, կա տենց պրեցեդենտ կամ ոնց է դա։ Ես օրինակ կարդացի, որ կա մի հատ մարդ, իրան Հե Ցյանկույա, ու ինքը իրան նստացրել են բանտ, որովհետև ինքը առաջին խմբագրված գենոմով երեխա է ստեղծել, ու ես ապշեցի, ու ես մտածում եմ, որ գենն ինժեներիան, այդ ինչ որ տենց զարգացող ոլորտ է, դա ում վրա են, այդ հələ որ նապաստակների վրա են անում։ Չէ, արդեն կան FDA կողմից հաստատված եւ շուկա մտած թերապիաներ, որոնք էմբրիոնալ շրջանում չէ դեռ, բայց գենետիկական ինժեներիա անում են։ Այստեղ արդեն գալիս է այս հարցը, արդյոք մենք կարանք հասուն մարդու բջիջների դնաթեն կարելի է փոխել, թե չէ։ Այդ կախված է հիվանդությունից, օրինակ կան հիվանդություններ, որ արյան բջիջների հետ կապ ունեն, որոնք արտադրվում են ոսկրածուծում, ոսկորների մեջ հյուսվածք կա, որ արյան բջիջներ անընդհատ, որտեղ արյան բջիջներն անընդհատ առաջանում, եւ կան գենային թերապիաներ, որոնք կարողանում են հենց այդ բնային բջիջները փոխել։ Իհարկե ինչ որ դոզաներ պետք է ստանաս բարբերաբար։ Իսկ դա ինչ որ դեղ է, որ պետք է մարդիկ խմեն, հա, ստացվում է տենց։ Կարող փոխում այդ գեները։
Պրոցեսը ոնց է տեղի ունենում։ Տարբեր ձևերով են անում։ Մի քանի տեսակ կա, մեկը երբ դու մարդու մեջ ես դա անում, կոչվում է in vivo։ Այսինքն դեղը խմում ես, ներսում ինչ-որ մի բան տեղի է ունենում։ Ես պետք է այդ ճշտեմ, իմ տեղեկությամբ 2 տարի առաջ հաստատ in vivo գենային թերապիա չկար։ Պետք է ճշտել այս պահին նոր զարգացումներ կան թե չէ, բայց in vivo-ն է տենա ինչին մարդիկ ձգտում են։ Ավելի հասանելի տարբերակն է նա, որ դու հանում ես բջիջները մարդու մեջից, լաբորատոր պայմաններում փոփոխություն ես անում ու հետ ես ներարկում։ Օրինակ, բանի քաղցկեղների բուժման նման թերապիա կա, երբ հանում են իմունային բջիջները, փոփոխում են իմունային բջիջներն այնպես, որպեսզի հետ ներարկելուց հետո իմունային բջիջները կարողանան քաղցկեղայինների դեմ պայքարել։ Անում են հիմա տենց։ Հա։ Աշխատում է։ Որոշ քաղցկեղների դեպքում, որոշակի բանով հաջողությամբ կամ աշխատում է փոփոխական հաջողություններով, բայց հա, բնականաբար ուզում են էտել բրթեն in vivo։ Կա օրինակ աչքի կուրության որոշ տեսակներ արդեն գենային գենետիկական ինժեներիան էլ գենային թերապիայից պետք է տարբերակել, մի դեպքում հենց մարդու ԴՆԹ-ն ես փոխում։ Մինչև իրացնվել։ Կարես ծնվելուց հետո okay. նայած որ բջիջներն ըստ թիրախում էլի որ հյուսվածքները մյուս դեպքում կարող ես ուղղակի առողջ գենը ներմուծել, այսինքն ինչ որ կրիչով ինչ որ վիրուսային մասնիկի մեջ փաթաթես, որպեսզի մտնի ներս, հա, բջջի, եւ քո ԴՆԹ-ին ԴՆԹ մոլեկուլներին զուգահեռ դու ունենում ես նաեւ մի լրացուցիչ ԴՆԹ-ի մոլեկուլ, որում կա առողջ գեն կոդավորված, որը կկատարի այն ֆունկցիան, որը քո մուտացված բանը տարբերակը չի կատարում։ Դրանք գենային թերապիաներ են, իրենք ավելի լայն տարածում ունեն այս պահին, քանի որ եթե դու գենային ինժեներիա ես անում ինչ-որ բան ես փոփոխում ԴՆԹ-ի մեջ, այդ կարող է կողմնակի բաներ էլ փոխել, այսինքն մի քիչ վտանգավոր է, եւ դրա հաստատումը շատ ավելի դանդաղ է լինում, ու խնդիրը հենց այդ չինացու հետ հիշում է, որ չհասկացա տենց էր։ Որտեվ չհաստատված էր, այսինքն ինքը բանը ռեգուլատորների կողմից, հա, մոտավորապես էլի ռեգուլատորների կողմից թույլտվություն չէր ստացել դա անելու համար։ Հա, իսկ կան որ ստացել են ու իրանք հիմա անում են ու ծնվում են երեխաներ, որոնք որ արդեն մոդիֆիկացված են։ Upgrade արած են, այսպես ասած։ Կարծում եմ ես վերջին տարվա ընթացքում ինչ տեղի է ունեցել, լավ տեղյակ չեմ, չեմ կարող հստակ ասեմ այս պահին կա թե չէ։ Հա, հասկացա։ Իսկ այն ինչից որ տեղյակ եք, օրինակ ինչ կա հիմա ամենաառաջատար է ձեր ոլորտում ընդհանրապես, որ sense wow էֆեկտ կարա մեզ տա։ Օրինակ ես կարամ ձեզ մի քանի հատ մեջ բերում բերեմ, որ ես այսօրվա մեր հարցազրույցին պատրաստվելուց գտել եմ ու իմ համար դա wow է։ Չգիտեմ ինչքանով է ինքը իրական։ Հենց կարող է դուք էլ չգիտեք, իհարկե, ուղղակի մեջ բերեմ, հետո կքննարկենք։ Ուրեմն տենց մի հատ մարդ կա, Բրայան Ջոնսոնը անունը, ու ինքը ինչ որ բիոհակեր բլուփրինթի ստեղծող է, որ ասում է, մահ այլևս անխուսափելիություն չէ։ Մահը տեխնիկական խնդիր է, եւ մենք վերաբերվում ենք դրան որպես այդպիսին։ Չմեռնելը, ահա նոր նպատակը։ Կա ուրիշ մարդ, իրան Պիտեր Թիլը, մենք իրան բոլորս ճանաչում ենք որպես PayPal-ի ստեղծողներից մեկը, ու ինքն PayPal մաֆիան որ կա, դրա ոնց որ են մաֆիոզին է, ու ինքը ասում ես հավատում եմ, որ էվոլյուցիան ճշմարտություն է, բայց չեմ կարծում, որ մենք պետք է ենթարկվենք դրան։ Ես դեմ եմ մահվան, անխուսափելիության գաղափարախոսությանը։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ մահը բնական է, իսկ ես կարծում եմ, որ մենք պետք է պայքարենք դրա դեմ տեխնոլոգիաների միջոցով։ Բացի դրանից, այս վերջերս, երբ որ Պուտինն ու Սի Ցզինպինն էին հանդիպել, կարողացել էին այդ որ բանով պրոչներով կարդում են ինչի մասին են խոսում, կարդային, որ Պուտինը պատմում է Սի Ցզինպինին նրա մասին, որ համարյա թե մոտիկ ենք տեխնոլոգիային, որ հեսա մահվան խնդիրը լուծվելու է։
ու ոնց որ sense այսքանը այս կոնտեքստը բերելով ստեղ ուզում եմ ձեզանից իմանամ ոնց եք կարծում այդ ինչ որ ուղակի խոսակցությունա որ փող աշխատեն բայց չգիտեմ Պուտինին փողը սկի պետք չէ էլի կարող է իր վրա են ուզում փող աշխատեն իրենց փողին ողում բայց նենց տպավորությունը ոնց որ ինչ որ շատ է էլի շատ են խոսում որ այսօր մահը հաղթահարելու են Մինչև այդ քաղցկեղն էին հաղթահարում, ճիշտ ասած ու չհաղթահարեցին, հիմա արդեն մահն են հաղթահարում։ Չէ, դե բնական է որ պետք է խոսան, որովհետև գովազդը ինքը առաջին բանն է, գործիքն է, որպեսզի որ օգնում է բաներին, fundraising-ին։ Այսինքն դա ձեր կարծիքով fundraising-ի համար է արվում։ Սենց է իրավիճակը։ Նախ հա Բրայան Ջոնսոնի ֆենոմենը ես ճիշտ ասած չեմ հասկանում, որովհետև այդ մարդը ասում է, որ ինքը բանը մահվան դեմ է պայքարում, բայց որ տեսքին նայում մի 20 տարի ավելի ծեր է երևում, քան իրականում կա։ Հա։ Ինքը հենց ինքը իր համար շատ ված գովազդ է, էլի։ Բրայան Ջոնսոնը իհարկե բանը հայպը որն է ինքը իր շուրջը հայպ է ստեղծել, որովհետև աշխարհի միլիարդանոց կամպանիա է ստեղծել։ Ինչ հավելում կա, փորձում է իր վրա։ Որովհետև երևի ինքը կարողանում է հարուստներին համոզի, որ իրան փող տան, որովհետև բոլորն էլ ուզում են երկար ապրեն, չէ՞։ Դա ամենա Հա, չգիտեմ իր բիզնես մոդելը ոնց է աշխատում, ճիշտ ասած։ Նո գիտեմ ինքը ինչ որ հավելումներ ծախում է, բայց մոնետիզացիայի ուրիշ է ինչ որ տարբերակներ ունի, թե չէ՞ տեղյակ չէ։ Ինվեստմենտները հավաքում միլիարդների։ Այս վերջերս մի հատ կոնֆերանսի էի գնացել, հենց longevity, հա, բան երկար ապրելու մասին գիտություն կոնֆերանսի, որտեղ հա ոնց որ հավաքված էին բոլոր գիտնականները, ովքեր քիչ թե շատ տարբեր կողմերից մոտենում են այս հարցին։ Ու մեկը պատմում էր հենց Բրայան Ջոնսոնի մասին, ասում էր մոտեցել է իրան, ասել է ես նկատել եմ, որ դու ինձ լուրջ չես վերաբերվում։ Այդ մարդը ասել է, բանը, մենք բոլորս քեզ լուրջ չենք վերաբերվում։ Ու այն բաները նյութերը, որ այս պահին գիտությունը փորձում է, մկների վրա հիմնականում, որպեսզի հասկանա կյանքը X չափով կարողանում է երկարացնել, թե չէ։ Կան ինչ-որ նյութեր, որ շատ փոքր բանով fraction ոնց է մասով երկարացնում են կյանքը գոնե մկների 10 րոպեով Անց ասма բանը կնիկ են սիգարետը բեր տարբերություն 20 րոպե ժպիտն էլ 5 րոպեով է երկարացնում ցալում անվճար է հա տենց մեծ էֆեկտներ էս պահին չկան ու ընդհանուր առմամբ բավականին մեծ պրոգրես կա նրա մեջ թե ոնց ենք մենք հասկանում ինչն է բերում մահվան որովհետև տարբեր տեսություններ կան տեսություններից մեկն է որ մահը ծրագրավորված է, այսինքն սենց տենենց մեր բջիջները օր առաջինից վերում են մեր օրգանիզմը մահվան ու այն տարբերակն է, որով իրանք աշխատում են։ Հա։ Եթե մենք բան չենք կարող անել։ Այդտեղ հա, մենք բան չենք կարող անել, եթե դրանց կարող է հետո ապագայում ով գիտի։ Հա, մյուսը բաներն են վնասվածքների կուտակման բանն է, որ բնականաբար ինչքան մենք ապրում ենք, այնքան ավելի շատ վնասներ են լինում, մեր ԴՆՑ-ն է վնասվում, ուրիշ օրգաններ, հյուսվածքներ վնասվում են, իրանց վերականգնման ունակությունն է պակասում, ու այդ բերում է քիչ-քիչ մահվան։ Այսինքն այդ ոնց որ մահը որպես հիվանդություն։ Կարելի ասել տենց, հա։ Մյուսը իմունային համակարգն է, երբ իմունային համակարգը քանի գնում ավելի ոնց որ բորբոքված վիճակում ավելի շատ է լինում։ Inflammaging են դրան ասում, այսինքն բորբոքումով հարուցված ծերացում։ Այսինքն իմունային համակարգը ավելի շատ է աշխատում, քան պետք է աշխատի, ճիշտ ես կասա։ Հա, մոտավորապես այդպես ու այդ բերում է իր այդ ինչ հետևանքներ ու դրա դեմ ընդհանուր առմամբ կարելի է պայքարել։ Okay։ Մի ուրիշը, որ երևի ավելի շատ ծրագրավորման մեջ է մտնում, օրինակ բան այն ոլորտն է նեղ ոլորտը, որով մենք ենք զբաղվում, դա թելոմերներն են, այդ ԴՆԹ-ի ծայրը անընդհատ կարճանում է, հենց մեր բջիջները կիսվում են, իսկ մեր բջիջները անընդհատ կիսվում են, բջիջների ինչ-որ մասը։ Իսկ երբ ԴՆԹ-ի ծայրը անընդհատ կարճանում է, ինչ-որ մի պահի, երբ շատ է կարճանում, բջիջը էլ չի կարողանում կիսվել։ Կիսվել ինչի համար է կարևոր օրինակ եթե մաշկը վնասվում է, հա, պետք է նոր բջիջներ առաջանան, որ վնասը փակեն։ Այսինքն կան ինչ որ բջիջներ, որ ունակ են բաժանվելու, հենց կարիքը կա։
կամ, չգիտեմ, լյարդի բջիջներն են անընդհատ կիսվում կամ մեր ոսկրածուծում կան բնային բջիջներ, որ անդադ նոր արյան բջիջների սկիզբ են տալիս, իմունային բջիջների սկիզբ են տալիս, այսինքն այդ բաժանվելու ունակությունը կարևոր է։ Բայց սահմանափակ է։ Եթե դու մաշկի բջիջը վերցնես, լաբորատորիայում պետրի թասիկի վրա աճացնես, ինքը կկիսվի մոտ 50-60 անգամ, եւ դրանից հետո էլ չի կարող կիսվել։ Բջիջը ինքը եկավ իր ծերացման շեմին, որովհետեւ սահմանափակ է ի սկզբանե։ Այդ մարդու մոտ էլ է 50-ից 60 անգամ կիսվում։ Այդ հենց մարդունն է։ Իսկ եթե ինքը լաբորատորիայում չի մարդու մեջ է, ինքն էլ է, ինքը 50-60-ից անգամ է կիսվում։ Այդ շատ լավ հարց է։ Ինձ թվում է դա չափելը մի քիչ դժվար է։ Ինձ թվում է ավելի քիչ է թիվը, որովհետև լաբորատորիայում ինքը իդեալական պայմաններում է աճում, իսկ մարդու դեպքում նաև վնասվածքներ են դրան ավելանում։ Հա, նույն բորբոքումը, նույն բաները, արևի տակ մնալը, եթե մաշկի բջջի մասին է խոսքը եւ այլն, մի հատ էլ կարճացնում է։ Ու հա, այս բոլոր ֆակտորները, որոնք ինչ-ինչ պատճառներով բերում են ծերացման, իրանք շատ են, գործոնները շատ են, բավականին բարդ են, բայց ահռելի առաջընթաց է գրանցվել վերջին տարիներին սա հասկանալու մեջ։ Թե ինչքանով է երբ է սա բերելու կյանքի այս պահին մարդիկ ավելի շատ աշխատում են առողջական health span են ասում, հա, առողջ կյանքի տևողությունը երկարացնելու վրա, որպեսզի ծերության հետ կապված հիվանդություններ, ասենք սրտանոթայինը, քաղցկեղները, այսինքն դա առողջ ապրելակերպն է, պետք է վազել, լավ ուտել, սնվել նորմալ, մաքուր օդ շնչել եւ այլն, դրա մասին է։ Հա, այսինքն կյանքի, չգիտեմ, վերջին եթե առաջ 20 տարին է իր հիվանդ, հիմա կարող 15 կամ 10 եւ այլն։ Այս պահին բժշկությունը, կենսաբանությունը այդ էֆեկտները ունի։ Իսկ թե ընդհանուր առմամբ մեր կյանքի տևողությունը երբ է սկսելու աճել, այդ ես չեմ կարող ասեմ։ Բայց արդեն բարձ է դրա պատասխանը, ոնց չեք կարող ասեք։ Եթե մենք վեկալենք վիճակագրությունը 45 թվի պատերազմ երկրորդ համաշխարհայինից հետո, միջին կյանքի տևողությունը 47 տարեկան էր։ Իսկ հիմա այդ վեկալենք 76 հատոլի ինչ է, արդեն աճել է։ Իրականում միջին կյանքի տևողությունը Իսկ ինչ անելու 20 տարի հետո։ Միջին կյանքի տևողությունը երկու հիմնական գործոն է բերում, որոնք ոչ մեկ տենց բժշկության դերը կա, բայց ավելի քիչ է, քան այդ երկու գործոնը, մեկը այն է, որ միջին տևողությունը հաշվում են փոքր երեխաների մահացության մասը մեջը մտնում է, այսինքն եթե դու ունես մարդիկ, որոնք մահանում են 5 տարեկանում, 10 տարեկանում եւ այլն, բնականաբար միջինը ընկնում է։ Հա, բարձր։ Ու երկրորդը կյանքն է լավացել, սանիտարահիգիենիկ պայմաններ եւ այլն, այսինքն կամ ավելի քիչ բաներ, ավարաներ, հա։ Կենսաբանությունը մի քիչ դեր ունի, բայց ոչ այնքան շատ, ինչքան մենք պատկերացնում ենք այս պահին։ Հասկացա։ Տխուր։ Ափսոս, ես մտածում եմ արդեն շեմին ենք, բացատրեն սա մարքեթինգ է ձեր ասելով։ Մարքեթինգ շատ կա, բայց իրականում վատ չի, ինքը վերում է նրան, որպեսզի ներդրողները մոտիվացվեն այդ ոլորտում ներդրում անել, իսկ այդ ոլորտում ներդրում անելը նայեք, տեսականորեն ոչ մեկ չգիտի հնարավոր է արդյոք կյանքը երկարացնել կամ շատ հարմար է իդեպ, որ ոչ մեկ չգիտի, կարելի ասել, որ հնարավոր է։ Հա։ Դե հիմա եթե չգիտենք, պետքա փորձենք հասկանանք։ Ու ինչքան շատ գումար ներդրվի, այնքան սենց տնես լավ է լինելու, այսինքն այն ամեն ինչ որ կատարվում է այդ ոլորտում առաջին հերթին հիվանդությունների հետ կապ ունի։ Գոնե առողջ կյանքի տևողությունը կշատանա։ Այո, իսկ դուք ասացիք, որ դուք զբաղվում եք գեների, մի հատ էլ գեների հետ կապված ինչ-որ բաներ։ Գենետիկական եւ ոչ միայն տվյալների վերլուծությամբ։ Նրա համար, որ բուժեք հիվանդությունները եւ շատ այլ բաներ։ Տենց շատ են խոսում նրա մասին, որ երբ որ մարդալը չի ծնվել, հնարավոր է իրան ոնց որ sense ծրագրավորել, ոնց ինքը կծնվի գեների միջոցով։ Ճիշտ է թե չէ։ Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն էլ։ Գործնականորեն հնարավոր է։
Ну, այդ նույն գենետիկական ինժեներիայի մասին է չէ խոսքը, կարող ես ինչ-որ բաներ փոխել։ Այո, կարող ես փոխել։ Եթե կարող ես ինչ-որ բաներ փոխել, որն է պատճառը, որ հիմա չեն փոխում։ Չգիտեմ, այս բան փոխում են թե չէ, նորից հիշացնեմ։ Ես չեմ կարծում, որ օրինակ ես որ ուզում եմ երեխա ունենամ, ինձ ոչ մեկ չի ասում դու ինչ երեխա ես ուզում ունենաս։ Չէ, ես գիտեմ, որ բազմաթիվ խմբագրման թերապիաներ գոնե փորձարկման շրջանում են եւ հաստատմանն են սպասում։ Այն հիվանդությունների համար, որոնց դեպքում մեղավորը կոնկրետ մի գենի մի մուտացիա է, ու դու կարող ես մի փոփոխությամբ մարդուն դարձնել առողջ։ Այո։ Հաստատվել են թե չէ, տեղյակ չեմ այս պահին, այսինքն sense տենես դրան է գնում։ Ճանապարհին է։ Հա։ Ինչի են մարդիկ պայքարում դրա դեմ, անգամ եթե խոսքը հիվանդությունների ինչ որ էթիկայի հետ կապված խնդիրներ կան այդտեղ։ Ասում են դե եթե դուք հիվանդություն բուժեք, վաղը մյուս օր քո ասած կորոշեք լավ է երգում թե վատ է երգում։ Հա, լավ է երգում թե վատ է երգում, աչքը կարմիր լինի թե կապույտ։ Հա, ինչն է վատ դրա մեջ։ 3 աչք ունենա թե 2։ Ինչն է վատ դրա մեջ, դե մարդիկ ասում են ճիշտ չի էլի, հիմա չգիտեմ։ Իսկ ձեր կարծիքով ճիշտ է թե ճիշտ չէ։ Դուք եք չէ դրանով զբաղվում ի վերջո։ Բնական է, որ այդ շատ հետևանքներ է ունենալու, որոնց հետ պետքա կարողանանք հաշվի նստենք։ Այսինքն կամայական փոփոխություն պետքա իր հետ բերի որոշակի կարգավորումներ։ Իրավական դաշտի կարգավորումներ, ռեգուլատոր դաշտի կարգավորումներ եւ այլն եւ այլն։ Բայց կոնկրետ իմ անձնական կարծիքը այն է, որ եթե դու կարող ես մի զարկով հիվանդ պոտենցիալ հիվանդ մարդուն դարձնել առողջ, ինձ թվում է ամեն ինչ պետք է անել, որ դրան գնա։ Թե մարդու գույնը սևից դեղին կսարքենք թե չէ, հա, եկեք կարգավորենք, որ դրան հարցը չհասնի։ Կամ հասնելու դեպքում չգիտեմ, դեռ ճիշտ ու սխալը որն է, բայց իմ համար էականն է, որ մենք փորձենք նենց անենք, որ առողջ լինենք։ Հա։ Ի վերջո նպատակը դա լինի։ Ես մի հատ էլ դուք ասացիք, որ զբաղվում եք նրան հետազոտություններով, գենի հետազոտություններով, հա։ Ճիշտ եմ ասում։ Ասում ես որ լիքը հիմար հարցեր եմ տալու։ Մենք sense բանը ստիկերներ ունենք, գենոմիկա բանը։ Գենոմիկա, ճիշտ է գենոմիկա ասելն է։ Հա, բայց գենոմիկ ստիկերներ ունենք, տենց որովհետև մի անգամ Facebook-ում մեկը ասել էր տենց եք անում, որ մեր երեխեքը մեծանան գենոմիկ են դառնալու։ Գենոմիկ բանը ստիկերներ ենք սարքել հիմա մեր բանում, թիմում բոլորը ունեն։ Ես տեսա, որ դուք ինչ որտեղ նշել եք, որ $1 միլիոն ավել գումար եք կարողացել ներբեռնել եւ ձեր հետազոտությունների համար եւ այլն։ Ես կուզենայի հասկանալ ոնց է ընդհանրապես աշխատում այդ ոլորտը։ Ոնց է գումար ներբեռնել։ Չգիտեմ, այնտեղ ինչ որ գրած էր, որ $1 միլիոն փող են ձեզ տվել։ Չէ, չեն տվել։ Ափսոս։ Բայց գումարային երևի կոնկրետ կենսաինֆորմատիկա ինստիտուտը։ Հա, կենսաինֆորմատիկա։ Վերջին 5 տարվա ընթացքում 5 տարվա ընթացքում $1 միլիոն կարողացել եք ստանալ։ Okay, շո, բարձեցին կոնը։ Ինչ։ Այդքան էլ շատ չի, ստացվում է $200,000 տարին, էլի։ Հա, ուզում եմ ու դուք ասացիք, որ շատ ուսանողներ եք պատրաստել, որոնք որ գնա հիմա սովորում են մեծ ինստիտուտներում աշխարհի։ Ու ինձ հետաքրքրեց այդ ոնց է ընդհանրապես այդ ոլորտը աշխատում։ Ոնց մենք անենք, որ Հայաստանում ինքը զարգանա, ոչ թե մենք ու չկա արդյոք ստեղ վտանգ, որ մենք ստեղ ոնց որ sense նախապատրաստական կուրսեր ենք իրականացնում, որ մեր հայրենակիցները, որ կարային տենց լուրջ գիտնական լինեին մեր մոտ, չնայած որ երևի չեն, չգիտեմ ոնց է, կարան չեն կարայետել հարցը, գնում են աշխատում են, չգիտեմ, ինչ որ Ստենֆորդում իրենց մոտ գիտնական են դառնում։ Մեր քյարը ո՞րն է դրա։ Ասում եմ դու չես վախում, որ ներդրում կկատարես մարդկանց մեջ իրանք կգնան։ Հա։ Ասում եմ իսկ դու չես վախում, որ ներդրում չես կատարի ու կմնան։ Հա, չեմ վախում, երկրորդի առաջինից չգիտեմ։ Սենց վիճակա։ Գենոմիկան ինքը համատաբար նոր ոլորտ է Հայաստանի համար, չնայած աշխարհում արդեն հին թեմա է, ու
հենց գենոմային տվյալների վերլուծությունը ամենահասանելին է մեր համար, ինչի, որովհետև վերլուծությունը նախատես ենթադրում է ուղղակի ինչ-որ համակարգիչների առկայություն։ Ու խելք։ Առանց դրա դժվար կլինի։ Բնականաբար, եթե լինի ու արդեն ձևավորվում է ենթակառուցվածք գենոմիկայի, այսինքն այս լաբորատոր սարքավորումները, ենթակառուցվածքը, որոնք հենց այդ տվյալներն են բանանում, գեներացնում, շատ ավելի հեշտ։ Բայց ամենայն դեպս ինքը ոլորտը ինքը իրանով կարող է զարգանալ ու հենց Հայաստանը այդտեղ բավականին մեծ պոտենցիալ կարա ունենա։ Ինչ է դա նշանակում մեծ պոտենցիալ ունենա, ինչ-որ գումարներ կարողանա բերի Հայաստան, կարողանա գիտնականներին պահի ստեղ, ուրիշ երկրից գիտնականներին բերի, ինստիտուտներ բացի, ո՞րն է այդ պոտենցիալը։ Այդ բոլորը գումարած մարդիկ, որոնք ինձ թվում է, ոնց որ sense ինչ-որ շատ քանակով բան ասեցինք ու ոնց որ sense абստրակցիա է մի տեսակ, հնարավոր է։ Սա իսկ ինչի Հայաստանում հնարավոր է, իսկ Կազախստանում հնարավոր չի։ Բոլոր տեղերն հնարավոր է։ Okay, բա ոնց անենք, որ Հայաստանում այդ հնարավոր է դառնա իրականություն։ Ինքը քիչ թե շատ իրականության ճանապարհին է։ 11 թվին ստեղծվեց Հայաստանում առաջին խումբը, որը զբաղվում էր գենոմային տվյալների վերլուծությամբ։ Կենսաինֆորմատիկայի խումբը իմ նախկին ղեկավարի ղեկավարությամբ ու ես իր ուսանողը։ Հետո այդ խումբ սկսեցին գալ ուրիշ մարդիկ, գնալ եւ այլն։ Ես հետո բան արեցի, Հայաստանից գնացի Շվեդիա ու հետ եկա 21 թվին։ 21 թվին տենց մտածում եմ ուղղակի հերթական ես էլ իմ խումբը բացեմ, բայց հասկացա, որ բավականին քիչ են կենսաինֆորմատիկայի մասնագետները, ու չնայած ոնց որ խումբը ինքը, ասում են solid research, հա, հետազոտական աշխատանքը լավ որակի անում էր, ինչքանով դա հնարավոր է Հայաստանում, բայց աճ չկար։ Սկզբում 2 հոգի էինք, հետո, ասենք, չգիտեմ, 21 թվին 3-4 հոգի։ Դա 100%-ից աճ։ Դուրս զրո լիներ մաշինը։ Էքսպոնենցիալ կլներ արդեն։ Իսկ ինչի է այդ վատ Հայաստանի համար կամ վտանգավոր ես կասեի, որովհետև զարգանում է եւ բժշկությունը ավելի շատ դեպի գենոմիկա, հա, եւ ասենք COVID-ի ժամանակ մենք տեսանք ինչքան կարեւոր է որ բանը գենետիկական մարդկային ռեսուրսները այդ ոլորտում լինեն, որպեսզի կարողանանք եւ տեստեր բանանենք, պատրաստենք եւ իրականացնենք եւ ընդհանրապես տեղեկացված լինենք ինչա կատարում, հա, մասնագետներ են պետք, բայց հատկապես ասենք գենետիկայի վրա հիմնված բժշկության ոլորտում մասնագետներ շատ են պետք Հայաստանում, որպեսզի կարողանան այն ամեն ինչը ինչ որ աշխարհում տեղի ունենում գոնե բերեն Հայաստան։ Իսկ որ ասում եք մասնագետներ են պետք, սովորաբար երբ որ միտեղ ինչ որ մասնագետ են պետք, իրանց վճարում են նորմալ, Հայաստանում նորմալ վճարում են։ Այդ հարցը պահանջվածությունը ստեղծում է էկոնոմիկա, էկոնոմիկան ստեղծում է գումար, որ տալիս են մասնագետին, եթե չկա էկոնոմիկա, մասնագետ չի կարող լինի։ Ու հենց այդ վիճակն էր 21 թվին։ Այսինքն չկար բիոտեկ ոլորտ օրինակ, բանից հետո ռուս-ուկրաինական պատերազմից հետո տեղափոխվեց այստեղ ռուսական բոստոնյան ընկերության մի մասնաճյուղ Հայաստան, որը երևի առաջին հենց Բոստոնգենը, հա, որը հենց ժամանակակից բիոթեքի, որը գենոմիկայի վրա հիմնված բիոթեքն է, առաջին ոնց որ բաներ ներկայություններ Հայաստանում, ինչև է դա էլ չկար, այսինքն մի կողմից չկա մարքետ, մյուս կողմից բավարար կրթական ծրագրեր չկան, մյուս կողմից չկա հետաքրքրություն ուսանողների կողմից, որպեսզի ու sense բան փակ շրջանը։ Այդ մասնագետները մեզ պետք են նայեն, որպեսզի այդ բիոտեքը լինի Հայաստան, որովհետև եթե մասնագետ չկա, որ մի բիոտեքը կուզի գա Հայաստան, եթե ինքը անընդհատ չի ունենալու մարդկանց բան հոսք, հա, որպեսզի իրենց ընդունի աշխատանքի եւ այլն։ Ու այդ հարցը պետք է լուծելու տարբերակներից մեկը հենց գիտական հետազոտություններով սկսել զբաղվելն է, որովհետև գիտական հետազոտությունները կամ գիտական հիմնարկները այդ այն վայրերն են, որտեղ կրթություն են ստանում, ու կրթություն գործնական, հա, բան են ստանում, training մասնագետները, հենց գիտական պրոյեկտներ են անում, կրթվում են այս ոլորտում, դառնում են առաջնորդ իրենց ոլորտում, ու միգուցե վաղը մյուս օր գնում են դառնում են ինչ-որ հիվանդանոցում բժշկական գենետիկ, կամ գնում են հիմնում են իրենց ստարտափը, կամ ընդունվում են Բոստոնգեն,
ու դրանով իսկ Հայաստանը դարձնում ավելի գրավիչ Բոստոնգենի եւ նման ընկերությունների համար։ Okay, շատ բարձ ճանապարհ է։ Ու իրավիճակը նենց էր, որ քանի որ այդ ոլորտը Հայաստանում ընդհանրապես զարգացած չէր եղել երբեք, պատմականորեն, հա, դու չունեիր մի իրավիճակ, երբ Սփյուռքում լիքը ինչ-որ կենսաինֆորմատիկներ կան, ուղղակի պետքա իրանց վճարել, որ իրանք գան։ Խոսքը հայ կենսաինֆորմատիկների մասին չկա։ Հա։ Այդ վիճակներ, այսինքն եթե համատես ուրիշ ինչ-որ ոլորտների հետ, չգիտեմ, մաթեմատիկան է, բժշկությունն է եւ այլն եւ այլն։ Կենսաինֆորմատիկան լրիվ ինչ-որ անապատ։ Ու անգամ ես շատ երկար պատասխանա քո առաջին հարցին, երբ որ դու այստեղ կադր ես պատրաստում, ու այդ կադրը գնում է դուրս։ Հա։ Նախ երբ դու ներդրում ես անում մարդկանց մեջ, իրանց մոտ կապ է ձևավորվում Հայաստանի հետ, այսինքն ինչ-որ հավանականություն կա, որ իրանց մի մասը հետ կգա։ Բայց անգամ եթե ինչ-որ մի մասն էլ հետ չի գալիս բնականաբար, դու գոնե ունենում ես Սփյուռքում այս մասնագետները, որ մինչև այդ չունեիր։ Այդ աշխատանքները բնականաբար չպետք է սկսվեին 21 թվին, պետք է սկսվեին 90-ականներին, իդեալական պայմաններում, երբ կենսաինֆորմատիկան արդեն կար աշխարհում, հա, բայց ասում լավ է գուշ քան երբեք։ Այսինքն մարդկային ռեսուրսի պակաս կա այդ ոլորտում, իսկ որ խոսում ենք տենց քանակի, դուք ասացիք 2, հետո 4, հիմա ինչքան մարդ է շուտ։ Հիմա այս պահին հենց մենք ունենք 20+ երիտասարդ հետազոտող, ընդհանուր առմամբ երևի տենց մոտ 60-ը անցել են այս բանով, մի մասը եկել են, քիչ են մնացել, դուրս են եկել եւ այլն, մի մասը աշխարհի տարբեր համալսարաններում, այդ թվում top համալսարաններում սովորում են։ Հա, ու ինձ թվում է տենց 4-ից 20+ հետազոտող բանանելը, հասնելը բավականին հավես հաջողություն է։ Շատ լավ, իսկ որ թռիչքային աճ լինի, ու որ մեր մոտ այդ ոլորտը ձևավորվի, ինչքան մարդ է պետք, ինչքան ռեսուրս կա հաշվարկը։ Այդ թռիչքային աճի համար կա մի խոչընդոտ, որ մենք ոչ մի կերպ դեռ չենք կարողանում ցավոք սրտի հաղթահարել։ Այդ ավելի սենյոր մասնագետների պակասն է։ Իսկ չի լինի օտարերկրյա մասնագետներ բերել։ Կլինի։ Օտարերկրյա մասնագետ բերելու համար պետքա երաշխիք, որ դու ունես գոնե 3 տարվա գումար, որպեսզի ոչ միայն այդ մասնագետին կարողանաս աշխատավարձ տալ, այլ նաև հնարավորություն տաս իրեն, որ ստեղծի իր խումբը, գուցե անի փորձեր եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ֆինանսական մոդելը, որով մենք ենք հիմա շարժվում, ավելի փխրունա, ավելի քիչ ստաբիլ։ Շատ լավ, sense հարց է, որ դուք ասացիք, որ կարևոր է Հայաստանի համար։ Մի հատ կարեք ասեք, եթե այդ ամեն ինչը չլինի Հայաստանում, ինչ կլինի։ Այնքան քիչ են մասնագետները, որ կարանք հիմա էլ համարենք, որ չկա, այսինքն մենք հիմա կրթում ենք ապագա սերունդը, որ կարող է ինչ-որ բան փոխել։ Հա։ Բայց այն իրականությունը, որ ունենք հիմա, մոտավորապես Էտա ուղղակի գնալով ավելի ու ավելի ենք հետ մնալու այն բոլոր լավ բաներից, որ տեղի են ունենում աշխարհում։ Բայց ի՞նչն են տեղի, ինչ լավ բաներ են տեղի ունենում։ Ես ուզում եմ ես նկատի ունեմ, օքեյ, մենք հիմա դեպքում գենոմիկայում այդքան զարգացած չենք, զարգացած ենք, չգիտեմ, կամ ոչ զարգացած ենք, այ հիմա ցանկացած ոլորտում որ զարգացած ենք, ինձ հեյթերները կսպանեն, բայց զարգանում ենք, օրինակ ընտրել ենք ուրիշ ոլորտ ենք ընտրում զարգանալ, այդ ոլորտը չենք ընդունում։ Կարանք ապրենք առանց դրան, թե չենք կարա։ Ինչ որ դեպքերում կարանք, ինչ որ դեպքերում չէ։ Առանց այդ մասնագետների նկատի։ Ոնց է մեր կյանքի որակը ավելի ցածրանում, եթե մենք չունենք այդ մասնագետներ։ Նայեք, ինձ օրինակ դուր չէր գալիս այն փաստը, որ երբ ունենում ես քաղցկեղով, օրինակ, հա, հիվանդության դեպք, ինչ ես անում, դու վերցնում ես բիոպսիան ու ուղարկում արտասահման գենետիկական վերլուծության։ Եթե Հայաստանում չեն անում, հա, պաստորեն։ Ինչ որ բաներ անում են, ինչ որ բաներ չեն անում, ինչ որ բաներ անում են էլի դուրս ուղարկելով։ Զարգանում է այդ ոլորտը, հենց չի որ չի զարգանում, բայց շատերը դուրս են ուղարկում ու դուրս ուղարկելուց նախ թանկ, ժամանակ, գլխացավանք, այս կողմ են կողմ։ Երկրորդը դուրս ուղարկելուց հետո, երբ դու ստանում ես պատասխանը,
Նաև շատ տարածված է, որ դրսի մասնագետի հետ կոնսուլտացիա վերցնես։ Տալիս ես 500 եվրո կամ եսիմ ինչ, կոնսուլտացիա ես վերցնում մասնագետի հետ, ով այդ ամենից գլուխ է հանում։ Ընդ որում գլուխ է հանում նենց, որ ասում է ես օրինակ անցած շաբաթ տեսա, որ հոդված է դուրս եկել, որտեղ գրած է, որ եթե դու ես գենետիկական բան ունես, փոփոխությունը ունես, այդ դեպքում այս փորձարարական դեղը քեզ կսազի։ Կոգնի, հա։ Այդ բժիշկի անունը ո՞նց է այդ որ տենց բան վերլուծություն անում։ Այդ արտասահմանում գենետիկա ինչ-որ նստած։ Հա, բժիշկ գենետիկ։ Բժիշկ գենետիկ։ Մենք չունենք բժիշկներ գենետիկներ։ Ունենք։ Շատ ծանոթ չեմ իրենց հետ, բայց քիչ են։ Ու պետք է իրենց թիվը շատացնել։ Իսկ դուք ո՞ր խնդիրն եք ուզում լուծեք այդ բիոինֆորմատիկայի ինստիտուտով։ Որպեսզի բժիշկ գենետիկները շատանան, այսինքն եւ իրենց կրթողները շատանան, եւ իրենց որակը լավանա, եւ իրանք շրջապատված լինեն գիտնականներով, ենթակառուցվածքով այս ոլորտի, որովհետեւ այդ ամենը շատ կարեւոր է, որ հենց իրանք որպես մասնագետ աճեն։ Հա, լինեն կոնֆերանսներ, սա ամենը նետվորքի հարց է։ Երբ կոവിഡ്ը եղավ, ինչ որ մի պահ երկրները իրենց բաները, էքսպերտները փակեցին տեստերի։ Անկամ եթե դու որպես երկիր պատրաստ ես բոլորից ամենաթանկ գնով։ Հա, որտեվ չկար, բարձր որ հերթը արդեն առաջանում, այնտեղ կորոշեն որ երկրները։ Այդտեղ արդեն ազգային ինչ որ անվտանգության հարցեր են գալիս։ Մենք պետք է անենք մեր տեստերը։ Հա, կամ ունակ լինես, գիտնական ունենաս, որ հասկանա ինչա ՌՆԹ-ն, հասկանա ինչա այս վիրուսը, հասկանա էլիքը բաներ, որ նույնիսկ ասենք անգամ հասկանա որ տեստն է պետք ներգրել, թե չէ, հա, դու պետք է ունենաս մարդիկ, ովքեր հասկանում են ոլորտից։ Իրանք մտնում են այդ ոնց է դրա անունը, այդ ՈԶ, Всемирная организация ոնց է։ Համաշխարհային կազմակերպությունը այդ առողջապահության։ Իրանք մտնում են այդտեղ, տանում են ռեկոմենդեյշնները, ու ասում են, հա, դե աշխարհում սենց են անում, այն մեր գենետիկի մեջ չգիտենք ինքը вообще լավն է թե վատ։ Կարա լինի դեպքեր, բայց հիմա ասենք եթե սահմանները փակել են, դու պետք է ունակ լինես քո ռեսուրսներով գոնե տեստերը արտադրես։ Անկամ ես չեմ խոսում նոր բաներ, հա, ինովացիա անելու եւ այլնի մասին, չնայած լավ կլիներ խոսայի։ Լավ կլիներ, ես դեմ չեմ ընդհանրապես։ Բայց մասնագետները գոնե կարևոր է նրա համար, որպեսզի կարողանան օրինակ տեստերը արտադրենք, կրթենք մարդկանց, ովքեր ունակ են, չգիտեմ, ՊՇՌ անել, էքսպերիմենտներ անել, հա, որտեղ են այդ մարդիկ առաջանում։ Մարդիկ առաջանում են, չգիտեմ, գիտահետազոտական հիմնարկներում, բժշկական համալսարաններում եւ այլն, իրենց ով է կրթում, ով որ կարողանում է գնալ արտասահման, տեսնել, որ այս այնց տեխնոլոգիա կա, գնամ սովորեմ, գամ, ստեղ սովորացնեմ։ Կամ եթե դու տեստես արտադրում, կամր կարևոր է դրսի գիտնականների հետ շփումը։ Ոնց է դրսի գիտնականներին ընդհանրապես ճանաչում, լինելով այդ աշխարհի մեջ, հա, լինելով գիտնական, այսքոմ ենքոմ։ Ուրիշ օրինակ բերեմ, օրինակ կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական տարբերակները։ Դու կարող ես տեստավորում անել, որ տեսնել քո մոտ ոնց որ ժառանգական կան տարբերակներ կրծքագեղձի քաղցկեղի, որոնք բան են, ընտանեկան են, հա, ընտանիքում պատմությունը կա ու շատ համեծ հավանական է, որ եթե քո մոտ այդ մուտացիաները կան, որ վաղը մյուս օր դու կզարգացնես այդ հիվանդությունը։ Հա, ասենք Անջելինա Ջոլին իմացավ, մաստեկտոմիա արեց, որպեսզի բանանի խուսափի դրանից։ Ու կան շատ պարզ տեստեր, որ հա, մենք առնում ենք արտասահմանից, այստեղ անում են մարդիկ։ Իսկ կարանք արտադրենք օրինակ։ Այդքան արտադրելու մասին չի այս պահին խոսքը, կոնկրետ այս մի օրինակը նրա մասին է, որ իսկ մենք վստահ ենք, որ այն մուտացիաները, որոնք եվրոպական պոպուլյացիայում, իսկ հիմա բժշկության մեծ մասը եվրոպական պոպուլյացիայի վրա է արված, այդ մուտացիաները, որոնք տարածված են այնտեղ ու առաջացնում են քաղցկեղի ժառանգական տարբերակը, նույն քանակով տարածված են մեզ մոտ։ Ու չկա արդյոք մեզ մոտ ուրիշ մուտացիա, որ ավելի տարածված է մեզ մոտ, բայց ընդգրկված չի այդ տեստերում։ Հետաքրքիր բան ասեցիք, փաստորեն ստացվում է, որ մենք կարող է իրանց տվյալների վրա հիմնված սխալ որոշում կայացնենք ու այդ օպերացիան ոնց էր դրան, հա, ասենք կրծքագեղձի հեռացում չանենք։ Այո։ Ու նման բաներ, այսինքն դու պետքա վերլուծես կամ
միկրոբիոմի, հա, ոլորտը, որ հիմա զարգանում է, միկրոբիոմը ինչն է, ուսումնասիրում է այն բոլոր բակտերիաները կամ միկրոօրգանիզմները, որ ապրում են մեր տարբեր հատվածներում մարմնի, հա, բերանի մեջ, աղիների մեջ, մաշկի վրա եւ այլն եւ այլն։ Ու իրանցով էլ նաեւ պայմանավորված են բազմաթիվ հիվանդություններ։ Ընդ որում, քանի գնում ավելի շատ է գնահատվում իրանց դերը, շատ մարդիկ հասկանում են, որ նույնիսկ հալավ մի քիչ կապ ունի հիվանդության հետ, չէ, որոշ դեպքերում նույնիսկ իրանք են պատճառը, ու իրանց միջոցով է հիմնականում, որ ասում էի, մենակ գենետիկան չի։ Մեր փոխազդեցությունն է նաև աշխարհի հետ, այդ աշխարհի հետ փոխազդեցության ինտերֆեյսերից մեկը հենց մեր միկրոբիոմն է։ Ու միկրոբիոմի հիման վրա բազմաթիվ արդեն ինչ-որ անհատականացված բուժման մեթոդներ, անհատականացված, չգիտեմ, այս ուտելիքը պետք է օգտագործես թե չէ, այս պրոբիոտիկը պետք է օգտագործես թե չէ, միկրոբիոմը շատ ավելի կախված է բանից, տեղանքից, այսինքն ասիացիների միկրոբիոմը կարող է շատ ավելի տարբեր լինել, քան եվրոպացիներինը։ Ու այն ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում, ինչ որ հետազոտվում է այնտեղ, կարող է շատ քիչ էֆեկտիվություն ունենալ հենց մեր մոտ։ Ու այս պահին մենք կարող է շատ այտենց պակասը չենք զգում այս մասնագետների, բայց այն արագությունը, որով աճում է նույնը թերապիաները, գենետիկական խմբագրումը եւ այլն։ Օրինակ մենք քանի գնալու է այդ բանը մեծանալու է տարբերությունը այն նրա թե ինչ կարող է թույլ տալ իրան արևմտյան աշխարհը զարգացած, հա, ու ինչ մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև մասնագետներ չունենք, որ շատ արագ կողմնորոշվեն, որտեղ մեր գեները իրանց գեներից տարբերվում են։ Հայու գենը օրինակ։ Որտեղ այն բոլոր օրինակների համար, որ բերում եմ, կամ ասենք այս վերջերս զարգացել է նոր բան, մեթոդ, որով փորձում են հասկանան, օրինակ, պտուղը Դաունի հիվանդություն ունի, թե չէ։ Առաջ այդ ոնց էին անում, առաջ որն ասենք, մի քանի տարի առաջ։ Ռիսկային ձևով, հա, մի փոքր բան են անում, բիոպսիա են անում, որպեսզի նայեն քրոմոսոմները, տեսնեն 21-րդ քրոմոսոմից 3 հատա, թե չէ։ Նորման 2 հատա, եթե 3 հատա, ուրեմն Դաունի սինդրոմ կա այստեղ։ Ու ինքը ռիսկային process է, ռիսկային է եւ պտղի համար եւ հիմնական պտղի համար երևի։ Կա ուրիշ տեստ, որ ես վերջերս բան են արել, կոչվում է լիկվիդ բիոպսիա կոչվում։ Մոր արյունից կարողանում են հասկանալ պտուղը Դաունի հիվանդություն ունի, թե չէ։ Ինչի, որովհետեւ հասկացել են, որ մոր արյան մեջ կարող են պտղից դուրս եկած DNT-ի կտորներ շրջանառվել մոր արյան մեջ, ու մենք կարող ենք դա ուսումնասիրել ու տեսնել պտղում իրոք 21-րդ քրոմոսոմի ավելցուկ կա, թե չէ։ Հա? Ու այդ տեստը, չգիտեմ, մի քանի տարի արդեն մարդիկ օգտագործում են դրսում։ Մեր մոտ չկա։ Մեր մոտ նոր Այսինքն մենք միշտ մի քանի տարի հետ ենք մնալու աշխարհից, եթե մենք արագ չլինենք, իսկ արագ լինելու համար։ Կարծեմ ներդրում են արդեն, թե ներդրել են, վստահ չեմ։ Այդ բժիշկ գենետիկներն են պետք որ ներդրեն։ Չէ, դա արդեն բանը չէ, դիագնոստիկ լաբորատորիաները, հա, օքեյ։ Ուղղակի պետք է հասկանան։ Ամեն դեպքում ինչքան շատ մարդ լինի այս ոլորտում, այնքան ավելի հագեցած կլինեն գիտելիքներով եւ մարդկային ռեսուրսներով, թե մեր դիագնոստիկ լաբորատորիաները, թե բժշկական հիմնարկները, թե բիոտեքը, եւ վաղը մյուսօր մենք ոչ միայն կխոսանք նրա մասին, որ եկեք գոնե հետ չմնանք աշխարհից, այլև կկարողանանք Հայաստանի միջավայրը ուսումնասիրել եւ ամեն ինչը ադապտացնել մեզ, որպեսզի մեր մոտ ավելի լավ աշխատի, ու նաեւ մենք էլ հասկանանք, օրինակ ինչի պարբերական հիվանդության գենը, որ հենց մեզ է բնորոշ, հայտնաբերել են ֆրանսիացիները։
Լիլիթ ջան, իսկ AI-ը դուք օգտագործում եք, ոնց որ տես տպավորությունա, որ բիոտեքում պետք է շատ AI օգտագործվի, չէ՞։ Ընդհանրապես ինչքան շատ է օգտագործվում, որտեղ եւ ձեր աշխատանքի մեջ ինչքանով եք դուք օգտագործում։ AI խոսքը երևի մեծ լեզվական մոդելների մասին է, LLM-ների մասին։ LLM-ները իրանք կան կենսաինֆորմատիկայի մեջ նեղ ոլորտներ, որտեղ բավականին մեծ հաջողությամբ LLM-ները կիրառվում են։ Այդ այն ոլորտներն են, որտեղ հնարավոր է AI-ին հարմար տվյալներ ստանալ։ Այսինքն խոսքը սերիական ինչ-որ բաների մասին է, նմուշառումների մասին է, որտեղ դու ունես բավականին մեծ թվով նմուշներ, եւ խոսքը հիմնականում բանես single cell sequencing-ա կոչվում, այսինքն երբ դու ամեն մի բջջի DNT-ն ես կարողանում սեկվենավորել եւ ամեն մի բջջի RNT-ն եւ ամեն մի բջջի մակարդակով ինչ որ բաներ տվյալներ ես ստանում, իսկ եթե դու հյուսվածք ունես, դու ունես հարյուրավոր, հազարավոր բջիջներ, ու դա բավականին մեծ բազա է, որպեսզի LLM-ների օգնությամբ մենք կարողանանք ուսումնասիրել, հասկանալ, օրինակ, տարբեր գեները մեր DNT-ում ինչ են անում, ոնց է լինում իրանց բան աշխատանքի կարգավորումը, ոնց է մի բջջի տեսակը զարգանում դառնում ուրիշ բջիջ։ Հա, այդ բանը, քանի որ LLM-ները իրանք հաջորդ token prediction անող բաներ են, single cell-ի ոլորտը բավականին հարմար է դա կիրառելու համար ու հա, բավականին մեծ թափ է առել։ Ոնց AI կոնֆերանսների հետ գնաց։ Այդքան էլ չեմ պատկերացնում, որ ճիշտ ասեմ։ Այսինքն դա ինչ ոլորտ է, ինչի համար է ինքը։ Շատ կարևոր է։ Single cell-ի ոլորտը։ Երբ դու ունես քաղցկեղ կամ ինչ-որ տարբեր հիվանդություններ, որոնց դեպքում դու ուզում ես բջիջների զարգացման տրայեկտորիան փոխել։ Okay. Քաղցկեղի բջիջը դարձնել տանել դեպի մահ, կամ զարգացման ինչ-որ տարբեր հիվանդություններ, որտեղ ինչ-որ բանի հյուսվածքի զարգացումը վատ է գնում, էլի դու փորձես նենց անես, որպեսզի բջիջների զարգացումը ինչ-որ մի հստակ տրայեկտորիաներով գնա։ Բոլոր այդ դեպքերի համար քեզ պետք է հասկանալ Ես պետք է հասկանալ ոնց է ստացվում, որ բջիջը այս վիճակից հասնում է մյուս վիճակին։ Կամ կարողանալ, եթե չես էլ հասկանում, որտեվ LLM-ը մի քիչ հասկանալու հետ այդ կապ չունի, այդ բան explainable AI մասին չի խոսքը։ Գոնե կարողանաս կանխատեսես հաջորդ վիճակը։ Ու այդտեղ բավականին մեծ կիրառություններ ունի, որպեսզի մենք եւ հասկանանք հաջորդ վիճակին ոնց է հասնում եւ կարողանանք կանխատեսել։ Բայց կան ոլորտներ, գենոմիկայի մնացած բոլոր ոլորտներում, որոնք դեռ այդքան պատրաստ չեն AI-ին։ Ու խնդիրը նրանում է, որ դատան քիչ է։ Մենք անդադ խոսում ենք, որ դատան ահավոր շատ է, ու իրականում գենոմիկայի ոլորտում ծավալները արդեն անցնում են եւ աստղա։ Բայց AI չի կարող մշակել այդ դատա։ Դատան սխալ է հավաքվում, այսինքն կան իրարից անկախ լաբորատորիաներ, որոնք իրարից անկախ էքսպերիմենտների շնորհիվ ամեն մեկը բավարար քանակի դատա չի ստանում, որպեսզի կարողանաս AI-ով իրանց մշակել։ Իսկ իրանց իրար հետ միավորելը խնդիր է, որովհետև ամեն մեկը իր bias-ը ունի, այսինքն սխալանքը ունի։ Ամեն էքսպերիմենտ իր յուրահատկությունն է մտցնում ու դու եթե բան անես, չգիտեմ, ստանդարտ չկա ինչ-որ էքսպերիմենտներ։ Ստանդարտ կա, բայց մեկը ինչ-որ բաներ, փոփոխություններ, աղմուկ եւ այլն ազդում է այդ տվյալների վրա, որպեսզի կարողանաս այդ տվյալները իրար գլխի բերես, ու հենց անոտացնես, որպեսզի LLM-ի համար կարևոր լինի իրան օգտագործել։ Այսինքն LLM-ի օգտագործումը այդ տեսանկյունից փորձեր արվում են շատ ու շատ ուրիշ ոլորտներում գենոմիկայի, բայց սպասում ենք տվյալների, ավելի հարմար տվյալների գալուն, որպեսզի էլի հրաշք տեղի ունենա, հա, այս ուղղությամբ։ Ու դա բնականաբար կախված է նրանից, թե տեխնոլոգիան ինչքան կզարգանա ու ինչքան կեժանանա սեկվենավորման գները, ինչը տեղի է ունենում այս պահին, բավականին արագ իջնում է մուրի կանոնից էլ արագ։ Դրա համար ինձ թվում է սպասում եմ մի քանի տարուց, որպեսզի բոլոր foundational մոդելները գենոմիկայի ոլորտի արդեն սկսեն քիչ-քիչ աշխատել։ Մյուս բանը, որով օգնում է AI-ը
կենսաբանության մեջ այդ իհարկե նախ արագացնելը վերլուծությունը ասենք ամենապարզ բանից եթե մենք ծրագիր ենք գրում մենք օգտվում ենք բոլոր բաներից copilot-ներից, կուրսորներից որպեսզի մեր կոդը իրենք ավտոմատ գրեն եւ հեշտացնեն հատկապես երբ դու չես գրում ծրագիր ուղղակի հա բաներ փաթեթ, որը միշտ ճիշտ պետք է աշխատի եւ այլն, երբ դու ունես ուղղակի տվյալներ, որ ուզում ես մի հատ արագ նայես։ Հա, առողջների հիվանդների մոտ ոնց է տարբերվում։ Իսկ հետաքրքիր է գենը կապ ունի տարիքի հետ թե չէ։ Միացնես նկարեմ, այս դեպքում AI-ը շատ արագացնում է հենց այս process-ը։ Ու մի ուրիշ բան կա բնականաբար chatbot-եր կան, ասենք, ես վերջերս հավանում եմ։ Մասնագիտական կան ձեր մասնագիտությունը։ Ես հավանում եմ բան Edison-ը։ Ինչ ենք անում։ Ինքս բանը, ի սկզբանե hasanyone.com կար։ hasanyone.com։ Հա։ Future House հիմնադրամներ, սարքել էր այդ կայքը hasanyone.com, որ դու Անեք ես հետաքրքիր է այս տիպի հետազոտություն ինչ որ մեկը արել է թե չէ։ Հա, օքեյ, բարձր ինչ է, դա բանը։ Դու մտնում ես ու ինքը բոլոր հոդվածները գտնում է ու ինձ ինչի էր այդ hasanyone.com-ը շատ դուր եկել, որովհետև մեկ ասում է չգիտեմ կամ չկա։ Ի տարբերություն ChatGPT, Gemini որ հալյուցինացիա ներկայացնում, եթե հա ճիշտ պատասխան չեն կարողam գտնեմ, փորձում են ինչ որ բան սարքեն։ Սեղծեն։ Ու իրանք հետո դա բան արեցին for profit սարքեցին էլի OpenAI ճանապարհով գնալով ու սարքեցին Edison Scientific պլատֆորմը որտեղ ունեն տարբեր բաներ մոդել օրինակ եթե hasanyone.com-ն էլ կա ինչ որ գրականության ման գալու բաներ որոնք շատ ավելի լավ են աշխատում քան նույն ChatGPT-ին կամ Gemini-ը երբ դու փորձում ես բայց միջև այդ ամեն ինչը չկար դուք ոնց եք այդ հոդվածները ման գալիս keyword-երով Google-ում էինք։ Հա։ Չկա ինչ որ առանձին արդյակ, որտեղ գիտնականների համար ինչ որ հոդվածներ են դրած։ Կա շտեմարաններ, բան, ասենք PubMed-ը ամենահայտնի շտեմարանն է։ PubMed, օրինակ հիմա PubMed-ը աշխատում է, թե արդեն պետք է PubMed-ի search-ը շատ վատն է, հիմնականում ասենք Google-ում PubMed-ի հոդվածս ման գալիս, PubMed-ին վերում է, ոնց որ որպես search ինքը շատ վատն էր, բայց այստեղ կարևորն է, որ դու բան բանալի բառերով էիր ման գալիս։ Իսկ բանալի բառերով ոչ միշտ է որ հնարավոր է դա գտնել։ Իսկ հիմա ոնց ես ման գալիս։ Իսկ հիմա դու AI-ին տալիս ես, AI-ը այդ բառերի հետ կապված բոլոր մնացած բառերի ամպը վերցնում է ու փորձում է այդ կապերը կառուցի, որ դու չէիր կարող։ AI որոնումը միշտ ավելի լավ է ստացվում ու թարգմանությունն էլ, որ ես այդ երկու բանում ոնց որ sense դու տեսնում ես, որ AI-ը սովորական նախկին համակարգերից շատ լավ է կարողանում անի, որովհետև ինքը կոնտեքստի մեջ է դա փորձում աշխատացնել։ Երևի կոնտեքստն է իրան օգնում, որ ինքը կարողանա դա անել։ Չգիտեմ ճիշտ ասած ոնց են կարողանում անել, բայց ասենք նույնիսկ լինում է, որ ստանում ես ինչ-որ մի տվյալ, ասում ես հետաքրքիր է, ինչի է տենց։ Ու դու տալիս ես, ասենք ինքը փորձում է գտնի հոդվածներ, որոնք կփորձեն այդ բացատրեն ու ինչ որ ձևով հիպոթեզա գեներացնում, որը բնականաբար դու հետո պետք է փորձես տեսնես ճիշտ է թե չէ, բայց բավականին օգնում է։ Նույն Edison-ը ինքը նաև անալիզի բաներ ունի, տարբերակներ, երբ տվյալներ ես տալիս, ինքը վերլուծում է եւ ունի մի հատիկ, որ դեռ չեմ փորձել, որովհետեւ կրեդիտներով է աշխատում, այդքան եթե ասենք գրականության մանգալու մի task-ը մի կրեդիտ է, կա մի հատ scientist AI մոդ որ ունեն 200 կրեդիտ պետք է օգտագործես, չգիտեմ Փորձելու ոչ մի տարբերակ չկա, էլի շատ թանկ է։ Հա, օքեյ։ Բայց այդ ուղղությամբ մարդիկ գնում են, այս վերջերս ընկիտես։ Իսկ այդ որ ասիկ որ անալիզներն ա վերլուծում, այդ անալիզները վերլուծել է AI-ով, ինչքանով է вообще։ Գիտեմ, որ շատ ընկերներ ունեմ, որ սկսել են օգտվել AI-ով, իրանց անալիզներն են տալիս, փորձում են իրենց ինչ որ պատասխան ստանալ։ Ինչքան վտանգավոր է կամ օքեյ է դենց անել։ Չգիտեմ կոնկրետ այդ ինչ տիպի տվյալներ են, բայց մեր ոլորտում սենց է։ Եկեք դու ես check-up ես անում, հետո քեզ ինչ որ պատասխաններ են տալիս։ Հա, բժշկական։ Հա, այդ չգիտեմ, այդ ոլորտի հետ կապ չունեմ։ Դուք ուրիշ անալիզների մասին եք ասում։ Ես հենց գենետիկական տվյալների վերլուծություն։ Ես բժիշկ չեմ։ Մի խոսքով բան է, կան ընկերությունները շատ են աճել։ Անընդհատ բոլորը դա անում այս վերջին տարին, որոնք փորձում են աջենտիկ
Agentic AI-ի բանը ոլորտի ընկերությունները փորձում են բիոինֆորմատիկայի ագենտներ սարքել, որոնք հենց իրանք կանեն բիոինֆորմատիկական վերլուծություն, այսինքն ինչ որ դուք եք անում, իրանք կանեն։ Ու սկզբում բան էին անում, ուղղակի վերցնում էին եղած մոդելները, փորձում էին հարմարացնել, խնդիրն նրանում է, որ մեծ մասը ի սկզբանե հենց էին անում, որ դու պետք է upload անես քո դատան վերբեռնես բան, կայք, որպեսզի ինքը այդ վերլուծությունը անի, իսկ բնականաբար երբ խոսքը գնում է տերաբայթերի մասին եւ գաղտնի տվյալ, զգայուն, sensitive տվյալների մասին, մարդու գենետիկական տվյալները, որ պետքա շատ զգուշ պահես քո սերվերում, բան upload չես անի, որպեսզի վերլուծեն։ Հետո առաջացան ուրիշ տարբերակներ, ամենամեծը հետազոտական ինստիտուտի կողմից էր Stanford-ն էր բան արել, Biomni կոչվող ագենտը։ Իրանք շատ են կենսաինֆորմատիկայի ոլորտի գործիքները, տենց տասնյակ հազարավոր տարբեր գործիքներ կան, որոնք փորձում ես մեկ-մեկ միավորել խառը ինչ-որ բանի մեջ, pipeline-ի մեջ, որ դատան այս կողմից տաս, այս կողմից գիտելիքը ստանաս, ու իրանք փորձեցին առաջին փորձը արեցին, սկսեցին 150 ծրագրից, այն պլանով, որ հետո կշատացնեն, որ 150 ծրագիր իրանք մտցնում են մի կոնտեքստի մեջ եւ դարձնում են հենց կենսաինֆորմատիկ ագենտ, ով գիտի, որ եթե դու այս տիպի տվյալ ես տալիս, այս տիպի տվյալը պետքա վերլուծել այս գործիքով։ Ու ինքը կարողանում է հենց այդ կոդն էլ գրի, վերլուծի այդ գործիքով, ստանա բան, արդյունքը վերլուծի, հիպոթեզ գեներացնի, մնացածը արդեն տեքստային LLM-ները անում են, ասում է քո մոտ այս վիճակն է, ու իրանք արդեն սարքել էին դրա standalone տարբերակը, այսինքն որ դու կարող ես հենց քո սերվերի վրա իրան install անես ու օգտվես առանց քո տվյալները ինչ որ միտեղ վերբեռնելու։ Առաջին բանը հոդվածը, որ իրանք հանեցին, ինչ որ տեղերում դա հաջողությամբ գնում է, ինչ որ տեղերում չէ, բնականաբար են ամենահեշտ, ասում եմ, low hanging fruit-երը ցույց են տալիս որպես օրինակ, բայց ավելի բարդ խնդիրները մնում են։ Ու իրանք բան արեցին, որ շատուկի չենք կարող վերցնել ուղղակի այս եղած մոդելները, reinforcement learning-ով պետքա նոր մոդելներ train անել, որոնք հենց կսովորեն կենսաինֆորմատիկա։ Արդեն երկրորդ հոդվածը իրանց երկրորդ տարբերակը հոդվածի reinforcement learning-ով ա եղել։ Ու շատ ընկերություններ արդեն փորձում են ամեն մեկը հիմնականում, ասենք գենետիկայի ոլորտում, որ դու մուտացիաները տալիս ես, ինքը ինչ որ հիվանդությունների ռիսկ է կանխատեսում կամ տենց մի բան, մասնագիտացած ագենտներ սկսեցին սարքել, որոնք ոնց որ քիչ-քիչ բոլոր հասկանում են, որ reinforcement learning-ով պետքա լավացնեն այդ մոդելները, որպեսզի ավելի ճշգրիտ լինեն տվյալները։ Բայց կարող է ապագան դրանում Agentic AI-ը։ Դե բնական է, որ հիմա փորձեր են արվում, ու այդ փորձերը շատ ցույց են տալիս, որ դա հնարավոր է։ Okay։ Բնական է, որ մենք իրանցից դեռ չենք օգտվում, մենք որպես լայն գիտական համայնք, որովհետև դեռ չենք վստահում, դեռ հեշտ չի օգտվել, դեռ շատ թերություններ ունեն, այսինքն դեռ չկա ինչ-որ տես պատրաստի գործիք, որ ասում է խոզս տեղից դնում ես, տեղից երշիկը դուրս է գալիս, բայց իսկ իմ մոտ այնց մի հատ հարց առաջացավ, որ եթե ենթադրենք, որ մենք այն ռեյսին արդեն ուշացել ենք այդ բիոինֆորմատիկայի, կարող եմ ես պետք է ստեղես զապասնոյի դրանից մտնել։ Անել ինչ ագենտներ ստեղծել թե։ Այսինքն այդ բիոինֆորմատիկայի խնդիրները փորձել լուծել նոր ձևով։ Նոր ձևով լուծելու համար պետք է ինձ թվում է ուղղակի միշտ տեղյակ լինենք ինչա կատարվում ու օգտվենք այդ գործիքներից, բայց շատ կարևոր է այստեղ Այս գործիքներ ստեղծելը մենք չենք կարող անենք։ Հենց ագենտներ սարքենք օրինակ եթե foundational մոդելներ, եթե ապագայում պետք չի լինելու այդ ձեր ասած գենետիկ բժիշկներ կամ հենց հետազոտողներ, գիտնականներ, եթե ագենտներն են դա անելու։
Չեմ կարծում, որ պետք չեն լինելու հետազոտողները, ագենտները իրանք ուղղակի արագացնելու են։ Այն ռուտին աշխատանքը, որ այս պահին անում է կենսային ինֆորմատիկը, այդ կոդ գրելն է, տվյալները նախապատրաստելը, որպեսզի իրանք այս ծրագրին հարմար լինեն, հետո այդ ծրագրի արդյունքը վերցնելը, էլի նախապատրաստել ինչ-որ ձևով փոփոխել արդյունքի ֆորմատը, որպեսզի 10 ուրիշ ծրագրին, դա ձանձրալի process է, որ կարող է ագենտը շատ արագ ավտոմատացնել, ու այդ միայն կարագացնի մեր աշխատանքը, բայց ինչ է անում կենսային ինֆորմատիկը։ Ինչ է անում։ Բարձենք, իվերջա։ Հասկանանք։ Կենսաբանություն շատ բարդ բան է։ Ու այն տվյալները, որ լաբորատորիաներում առաջանում են, այդքան էլ ակնհայտ չի իրանց ոնց պիտի վերլուծես, որ գաս դեպի գիտելիք։ Մարդիկ ստեղծում են տարբեր ալգորիթմներ, տարբեր վիճակագրական մեթոդներ եւ այլն, ու կարողանես լինի, որ մի տիպի տվյալի համար կա 5 տարբեր գործիք, որը դու կարաս կիրառես, որ այդ տվյալը վերլուծես։ Նույն նպատակին ծառայող 5 տարբեր գործիք, ամեն մեկը իր դրական եւ բացական կողմերով։ Ոչ մեկ իդեալական արդյունք չի տալիս, թե դատան իդեալական չի։ Սենց տենեն սահմանափակա։ Եվ ծրագրերն էլ գործ ունեն ինչ-որ limitationների հետ դատայի, որ ամեն մեկը ինչ-որ բաներով, պոզուպոչերով կարողանում է լուծել։ Դու որպես կենսային ինֆորմատիկ պետք է ունենաս գիտելիք եւ նրա մասին, թե այդ տվյալը ոնց է գեներացվում, որտեղ են հնարավոր սխալանքի աղմուկի աղբյուրները։ Դու պետք է ունենաս վիճակագրության գիտելիք, մաթեմատիկայի գիտելիք, որ հասկանաս, թե այդ գործիքները ոնց են աշխատում եւ ամեն մեկի սխալանքը որտեղ է։ Դու պետք է ունենաս կենսաբանության շատ խորը գիտելիք, որպեսզի կարողանաս արդյունքը իրանց տվածի հասկանաս։ Ու դու այդ 5 տարբեր գործիքը որ քշես, 5 տարբեր արդյունք ես ստանալու։ Ոնց ես իմանում, որ արդյունքն է ճիշտ։ Հա? Որ արդյունքն է ճիշտ կամ որ արդյունքն է քեզ ավելի շատ օգտակար, որպեսզի դու ստանաս քո հարցերի պատասխանը։ Ու կենսային ինֆորմատիկի դերը այդ բոլոր բաները, դոմենները միավորելն է։ Okay. Այդ puzzle-ը հավաքելը։ Այսինքն համարյա նույնպես ոնց որ բոլոր ոլորտներում AI այստեղ ձեր համար կարա tool լինի, որը որ դուք օգտագործում եք, որ արագացնեք process-ները։ Այս պայդրությամբ մենք շիգնենք ապագայում AI ինչ արնելու, բայց այս պայդրությամբ հլորը տենց է։ Եթե իմ անձնական ինտուիցիան կարծիքը հարցնեք։ Հարցրեցի։ Շնորհակալություն։ Այս պահին իհարկե ավելի հայփ է ստեղծել ագենտներ, որոնք թույլ կտան մարդուն, ով ընդհանրապես չգիտի կենսային ինֆորմատիկա, մարդկային լեզվով շփվել համակարգչի հետ, ասել ես ունեմ այս տիպի տվյալ կարող է օգնես վերլուծեմ ու ստանա արդյունք։ Իմ կարծիքով շատ ավելի կարևոր կլինեն այս պահին այն ագենտները, որոնք հենց կենսային ինֆորմատիկների համար են պետք, որովհետև կենսային ինֆորմատիկը ինքը կարող է տալ շատ օգտակար հետադարձ կապ հենց այդ ագենտների անդադար լավացման համար։ Ու ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ կգնա, չնայած ավելի հայփ է այդ չաթբոտերը, չաթբոտային տարբերակները, բայց ինձ թվում է չաթբոտային տարբերակները շատ լիմիտավորված են իրենց ունակությունների մեջ։ Ու ինչ որ մի պահի այդ երկուսը երևի կհամամիտեն, ու մենք կունենանք իրոք շատ օգտակար օգնականներ, որոնք էլ ավելի ոնց որ մեր գործը կհեշտացնեն, կարագացնեն ու ավելի երևի ուրախ կդարձնեն, որովհետև այն ռուտին մասերը դուրս կգան արանքից։ Շատ հետաքրքիր է։ Իսկ դուք օգտագործում եք ձեր աշխատանքի մեջ կամ ընդհանրապես սկսել եք օգտագործել որպես մարդ AI ձեր կյանքում։ Հա, բնականաբար chatbot-երից օգտվում ենք։ Տեքստերը լավացնելու, ինչ որ բաներ վերլուծելու համար, այդ Edison-ներից օգտվում ենք գրականության որոնման process-ի մեջ։ Որոնումների, հա, ինչ որ ընդհանուր summary-ներ սարքելու եւ այլնի համար օգտվում ենք կուրսոր եւ հիմնական կուրսորն ենք օգտագործում մեր թիմում կոդ գրելու համար։ Հա, օքեյ։ Հա, ոնց որ այդքանն է AI-ների բանից։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն այսօրվա հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ։ Այսօր լսարաններ հետաքրքիր էր։ Մերսի։